Բարև ձեզ, հայր ջան։ Այսօր նոր մի քիչ առաջ YouTube-ով վիդեո նայեցի, խոսում էր թուրքի լակեչը, ցիգանք են, որ իրանք Կլեոպատրայի տեղ էր դրել, Նաիրա Զոյրաբյանը, իրականությամբ Զուրաբյանը։ Ասեմ իմանաք ցույցերին, որտեղ որ ինձ տեսնում էր, փախնում էր հակառակ մայթը Բաղրամյան փողոցի վրա։ Ուրեմն հիմա գտնեմ կլսեք 7 րոպեի ընդամենը, ժամանակ տրամադրեք, հայր ջան, լսեք, հիմա ձեզ կբացատրեմ խաղերը, որ տալիս է։ Նաև քանի որ այս օրերին մենք տեսանք, ինչպես Աննա Հակոբյանը միած sense կինո էր նկարել, այնտեղ կարծիեի զարդեր դրած, ես չգիտեմ զարդեր դրած, ինչ որ մուշտակներ սոբոլով, որ սրանք սա հանձնում է պետությանը, վերցնում է իր 5 միլիոն դրամը եւ գնում է ուրեմն ապրելու վարձով, չնայած Տիկին Հակոբյանի հայտարարագրում 5 միլիոն դրամ չէ, այնտեղ 105 միլիոն դրամ է, բայց դե հիմա իրանց համար 100 միլիոն էս կողմ 100 միլիոն են կողմ դա էական չէ, ես իմ պատկերացումը ունեմ, թե ինչի համար կազմակերպվեց այս շոուն, հասկանալի է, ես այդ մասին նաև գրառում արել էի, հասկանալի է, որ սա շոու է, որովհետև առջևում ուրեմն հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն են եւ բոլոր սոցիոլոգիական հարցումներով Աննա Հակոբյանի անտի-ռեյտինգը զարհուրելի է եւ բոլոր սոցիոլոգիական հարցումներով անգամ նիկոլիզմ աղանդի ներկայացուցիչները, Նիկոլին սիրողները, Նիկոլի էլեկտորատը, Նիկոլի թիվ 1 կներեք այդ բառի համար, իրանց սիրած բառը օգտագործեմ, ԱԻԲ-ը համարում է այդ տիկնոջը, դրանից բացի մի անգամ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ մի բան ասաց, ես շատ լավ գիտեմ մեր ժողովրդին, մեր ժողովրդի հոգեկերտվածքը, մտածելակերպ, իսկ մեր ժողովուրդը սիրում է, չէ՞, սենց թողնված զոհերի, այսպես թշվառների, այս ամենը հստակ հաշվարկված ուրեմն մանիպուլյացիա է, բնականաբար ես համաձայն եմ նաև ինձանից առաջ այստեղ, որ խոսում էր Հայկ Նահապետյանը այն տարբերակի հետ, որ պարզապես մենք մի օր կտեսնենք, որ Աննա Հակոբյանը իր երեխաների հետ այլևս երկրում չէ, որովհետև ինչքան էլ ուրախ ավտոբուսի բնակիչները ներկայացնեն, որ իրանք պրոբլեմ չունեն, ինչքան էլ փորձեն հասարակությանը ներարկել եւ ասել, որ դու ելք չունես, մենք այս անգամ ավելի շատ ձայն ենք ստանալու, քան 21 թվականին, իրականությունը բոլորովին այլ է, իրականությունը այն է, որ կարող է մի օրում, մի ժամում երկրում իրավիճակ փոխվել, իսկ դրա համար պետք է, որ այլևս ՀՀ շարքային քաղաքացի Նիկոլ Փաշինյանի հետ որևէ կապ չունեցող Աննա Հակոբյանը լինի ազատ, լինի ինչու՞ չէ նաև ինչ որ մի պահի դե որևէ մեկս չեն կարող իմանալ նա այլևս երկրում է թե չէ, այդ հարցը որևէ մեկս տալու իրավունք այլևս չենք ունենա, որովհետև նա հայտարարել է, որ որևէ կապ այլևս ինքը Նիկոլ Փաշինյանի հետ չունի, հայ դեպ նաև ինչ որ ակնար կարեց, փողոցում ինձ տեսնելիս չվիրավորեք, ես այլևս չեմ ունենալու պետական պահպանություն, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ, որ Աննա Հակոբյանին տրամադրվի պետական պահպանություն, որպես պետական բարձրագույն եւ ծայր աստիճան կարևոր գաղտնիք կրող այլևս ՀՀ շարքային քաղաքացի, որպիսի հետո ժողովրդի ջեբը կամ ՀՀ որևէ այլ քաղաքացու ջեբը որևէ բան չգցեն նախընտրական այս փուլում, այո,
որպես քաղաքացի հիմա նրան պիտի տրվի պետական պահպանություն, որտեվ իր ասելով նա ազատ զբոսնելու է փողոցներում, հետո չասեն ինչ որ մի քաղաքացու նյարդերը չդիմացան։ Կրկնում եմ եւ պահանջում եմ, որ նրան տրամադրվի պետական ուրեմն պահպանություն։ Սա էս շոուի մասով եւ մենք տեսանք, որ ուրեմն Լսեցիք, չէ, ժողովուրդ ջան, այս ինչպես միշտ պաթետիկ ելույթը իբր թե Նիկոլի ու Աննայի դեմ է խոսում, բա ղրերի կատուն, Սամոյի հոգեբանական վիճակը բարելավող, Չաստի Բոզը դարձավ արդեն Տիգին Հակոբյան, լսեցիք, ամենակարևորը։ Տիգին Հակոբյանի համար թուրք բոշայն Նաիրա Զոյրաբյանը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում է ախրանա, հասկացաք ժողովուրդ ջան։ Այսինքն վեհապարին զրգեցին ախրանայից, Նաիրա Զոյրաբյան պաթետիկ ելույթ չունեցավ։ Իբր թե խոսում է Աննա Հակոբյանի մասին, հիմք են ստեղծում, որ այն ախրանան, որ պիտի տրամադրեն Աննա Հակոբյանին, ներկայացնեն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են պահանջել, դրա համար էլ իրան ախրանա են հատկացրել։ Ղրերի կատուն ներկայացրեց, որ իրանց քաղաքացիական ամուսնությունը ավարտվեց։ Տպավորություն ստեղծեց, որ գնացին ԶԱԳՍ։ Մի 10 օրից հետո ասեց, գիտեք, դուք ինձ լավ չհասկացաք։ Կտրում են ժողովուրդ ջան։ Մի 10 օրից հետո տպավորություն ստեղծեց, որ գիտեք ինչ, դուք մեզ ճիշտ չեք հասկացել։ Մեր ամուսնությունն ավարտվում, սկզբից տպավորություն ստեղծեցին, որ ԶԱԳՍավորվել են, հետո իբր թե ԶԱԳՍով բաժանվեցին։ Առանց այդ էլ փաստաթուղթ չունեն, բաժանված են, չէ։ Ժողովուրդ ջան, ընտրություններն է։ Այո, Բոշա Նաիրա Զոյրաբյանը լավ էլ գիտի, ինչի համար են ձևակերպել ամուսնության բաժանությունը։ Ընկել են ավտոբուսներով, կուկուռուզ ուտելով, ցիլոն գլխին դրած ցիլինդր իբր թե ինտելիգենտ զարգացած է, Ստալինի կիցելն էլ հակել է, իրան դրել արդեն Ստալինի տեղ, պիրաշկիները յուղոտ առանց սալֆետկի բանի սենց ուտում են, երևի վերջում էլ այս սենց նորից հետևին պիտի սրբի, յուղոտ ձերքերը։ Ժողովուրդ ջան, ընտրարշավը սկսվում է ուղիղ մի ամիս առաջ, ընտրություններից առաջ։ 4 ամիս էլ կա, ինչ են էլ ընկել են իրանց տրուպան արել են, ընկել են շրջաններով, բաներով, ձեզ զբաղվեցնում են, ժողովուրդ ջան։ Այո, ղրերի կատուն պիտի զբաղվի կաշառք բաժանելով, պաշտոններ բաժանելով, ընտրարշավով, կոպիտ ասած, ընտրարշավի կաշառք բաժանելով։ Այո, Նաիրա Զոյրաբյանը փոխանակառիտից օգտվի, որ ղրերի կատուն պիտի ելնի դուրս որպես հասարակ քաղաքացի, ասի դավայ գնանք սատկացնենք, վերջապես մուրը հանենք, ասում է չի ախրանա տվեք իրան։ Հանկարծ մեզ շարժ չանի, որ մենք իրան վրա հարձակվել ենք, մեր մասին է մտածում։ Այդ են ժողովուրդ ջան, Բաղրամյանը որ փագել էի, մեզ ասում են բարով եկեք եւ որ եկել եք, դե արդեն գնացեք, շնորհակալություն։ Տաք կակաոն, կոֆեն, չայել խմծնում են, էշեցնում են ժողովրդին, ուղարկում են տներով։
հասկացա, որ ոչ թե ցույցեր ա դա, այլ Բաղրամյանը փակել է, որ հանգարց որևէ մի հայ գժվատ չանցնի ազգային ժողովը ծխի, իրանք բլոկադա են արել փողոցը, որ Նիկոլն այնտեղ ապահով իրան գործունեությունը անի։ Հիմա Նաիրա Զոյրաբյանը փոխանակ, ինքը հագա Նիկոլա, հագա Նիկոլիզմա, փոխանակ ասի լավ է ժողովուրդ արեք առիթից օգտվեք, ասմա պահանջում եմ իրան ախրանա, որ մեր վրա շարժ չանի, բա մեր մասին ա մտածում, չէ, շարունակությունը լսեք ժողովուրդ ջան։ Գիտեք, ինչ ասես արեցին կաթողիկոսին, Էսկանը բաց թողնեմ։ փորձեցին վարկաբեկել երեխա տեսան, որ գլոբալ առումով թոշակառուները չընկան իրանց ոտերը, չասեցին արի ոտըդ պաչեմ, այս 10,000 ես ավելացրել, այլ ընդհակառակը հիշեցրեցին իրանց 5, 4, 7 միլիոն դրամի ադնարազվի մեկ անգամ ստացված պարգևավճարները, հիմա փորձում են այս ընտանեկան դրաման շահարկել, բայց դատելով ուրեմն հանրային արձագանքից, որ ես կարծում եմ, որ այս ընտանեկան դրաման նախատեսված էր Ախուրյանցի անո սեգմենտի համար, բայց դատելով ուրեմն հանրային արձագանքից, նույնիսկ Ախուրյանցի անոն այս թատրոնին չհավատաց։ Գիտեք, ես չեմ բացառում, որ Աննան բաժանվում է Նիկոլից կամ Նիկոլը բաժանվում է Աննայից, ինձ համար այս մանիպուլյացիան 1% հավանականություն ունի, որ կարող է իրապես ճիշտ լինել, կարա չէ իրապես ճիշտ լինի, բայց այստեղ ուզում եմ մի հատ հայտնի առած հիշեցնել, հին հայկական, մեկը անընդհատ զանգում է, հրշեջ ասում է, տունս հրդեհվել է, հրշեջները գալիս են, ասում է չէ կատակ եմ արել, 11-րդ անգամ, երբ որ իրապես տունը հրդեհվում է, զանգում է, հրշեջները չեն գալիս եւ տունը այրվում է։ Դուք այնքան եք խաբել, այնքան եք մանիպուլացրել, այնքան ստեր եք ասել, այնքան եք ֆռացրել էր ժողովրդին, որ եթե անգամ Աննա Քոեն ռիլի մեջ նկարած, որտեղ տենց կարտիեր ցույց տալի, չնայած ես չգիտեմ որևէ արարողակարգային հանդիպում, որտեղ կարտիեի զարդ են նվիրում, իսկ ժամացույցը դա զարդ է, միգուցե ես չգիտեմ, ես բազմաթիվ արարողակարգային հանդիպումների եմ մասնակցել, նկար նվիրում են, շարֆիկ նվիրում են, փոքր ինչ-որ ձեռագործ թանկարժեք նվիրում են, զարդ երբևէ չեմ տեսել, ինչևէ, միգուցե Արաբական Էմիրություններում, որ ինչ որ գնացել է իր Քաթար կամ որևէ տեղ նվիրել են, ես կրկնում եմ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց կրկնում եմ դուք այնքան եք խաբել, որ եթե անգամ դու իսկապես հեռանում ես Նիկոլ Փաշինյանից, մի հատ նայեք սոցիալական հարթակում, նայեք հանրության արձագանքները, չկա մի մարդ անգամ Ախուրյանցի անոն, որ դրան հավատա, այս ձեզ շատ լուրջ մտորումների առիթ պիտի տա, ես սա բացարձակ հեգնանքով չեմ ասում, ես սա ասում եմ, որ դուք պարզապես հասկանաք, որ ինչ ասեք դուք, եթե ասվածի մեջ անգամ 1%, 2% կամ 100% ճշմարտություն կա, հասարակությունը այլևս ձեզ չի հավատում։ Ես Հա, շատ պաթետիկ ելույթ ունեցավ ժողովուրդ ջան, եթե 1%, 2% սուտը խոսան, շատ ճիշտ խոսքեր, շատ, գյոզերով էլ միտք տվեց, որ հնարավոր է, որ այդ զարտերը որ կան, ոչ թե թալանված փողերով արված են, հնարավոր է, որ Էմիրատներում նվեր տված լինի, անմեղության վարկածը ինքը իրավունք չունի խախտելու, հիմա ժողովուրդ ջան, ազնիվության մասին խոսացող, պաթետիկ ելույթ ունեցող, Նաիրա Զոյրաբյանի ճիշտ ու խաբեբայ լինելու մասին,
Ես ձեզ հիմա շատ բան ցույց կտամ, հայեր ջան։ Մի րոպե։ Так, այդ վիդեոները նայեք, սաղից տեսել եք Աննա Հակոբյանի Սուրբ Աննա եկեղեցին որ եկան, ելույթներ ունեցան, իրան գլխարկի նշանը։ Այսօրվա Նաիրա Զոյրաբյանի ելույթ ունեցածի դոշին նույն նշանը, ժողովուրդ ջան, նույն նշանը, տեսա՞, Աննա Հակոբյանի դեմ խոսածող Նաիրա Զոյրաբյանի ելույթը, ասма Նիկոլին շատ սիրողները, ինձ թվում է Նաիրա Զոյրաբյանից ավելի շատ Նիկոլին սիրող, երևի Աննան է տենց չի սիրում, ինչքան որ Նաիրա Զոյրաբյանն է սիրում։ Սա մարտի 1-ն է, խորը տեսնում եք, Նիկոլին տեսնում եք, տեսանք, բա հլը ես նգարը նայեք, քորի թևը ընկած, փաթաթված, երջանիկ ժպիտով, տեսնում եք, բա էսի 2018 թիվն է դուխով, նայեք Նաիրա Զոյրաբյանը, ինչքան սիրով է Նիկոլի ոռը անմիջապես պահում, այն գլխարկով, այսա, ռոզովի մայկով, ախրանան է Նիկոլին, Նաիրա Զոյրաբյանը ախրանայից շատ է նեղվում Նիկոլի կյանքի համար, անմիջապես Նիկոլի ոռը բարի բուն իմաստությամբ պահող Նաիրա Զոյրաբյանն է, նայեք ժողովուրդ ջան։ Այս ախրանիկը իբր թե 2008 թվին, որ Նիկոլին բռնել էին, տարի 7 ամիս էին տվել, չէ 8 տարի էին տվել, տարի 7 ամիս նստա, այս ախրանիկն անմիջապես, այսի, Նիկոլի կլուչնիկն է եղել, այսինքն Սերժի օրով, երբ որ Սերժը պրեզիդենտ էր, սա աշխատում էր Նիկոլի կլուչնիկը, միայն սրան էին կամերան վստահել, Սերժի ախրանան, այսինքն, որ Նիկոլին սենց տակ-տակ պահել են, 2008 թիվ հեղափոխություն էին անում, սրանից առաջ կայնած է Նաիրա Զոյրաբյանը, խնդրեմ, ժողովուրդ ջան, ասма Նիկոլին շատ սիրողները, նայեք, Նիկոլին շատ ով է սիրում, Ես հիմա մի 5 րոպեով դուրս կգամ, ժողովուրդ ջան, նորից կմտնեմ, լավ, լայվի մեջ, վիդեո կա, որ ես քաշել եմ, ջնջել են էջիցս, հիմա նորից բան կանեմ, կմտնեմ էջ, տեսնեմ ոնց եմ կայնացնում, մի րոպե ժողովուրդ ջան, կարող ստեղից կարողանամ քաշեմ, մի րոպե, տեսնեմ կարող
մեսեջից կարողանամ քաշեմ, եթե կա։ Ես պնդում եմ Ռուբեն Վարդանյանը լեգիոներ է, ով առաջինը պատերազմի առաջի օրերին Ամերիաբանկը ով հանեց Արցախից առաջինը, բա հայրենասեր այդպիսի բան կանի, հարց եմ տալիս, հայրենասեր այդպիսի բան կանի, որ պատերազմի օրերին մարդիկ կային, որոնք միայն Ամերիաբանկի քարտ ունեին, չէին կարողանում կանխիկացնել ինչ-որ բան առնել կամ առևտուր անել։ Ռուբեն Վարդանյանը ընդամենը արևմտյան սանկցիաներից խուսափելու համար հիմա փորձում է, հայրենասիրությունը, ամենանողկալի բանը հայրենասեր խաղացողներ են։ Ինձ համար առավել ընդունելի են Արսեն Թորոսյանի նման ցինիկ, աթեիստ, բուջուր դագաղի դալալները, քան այսպես ֆեյք եւ քան այսպես ֆեյք հայրենասերները։ Ռուբեն Վարդանյան, բրավո, քեզ եւ ես կարծում եմ դու պիտի դառնաս Արցախի եւ Հայաստանի փրկության շարժման գեներատորներից մեկը։ Ազնիվությունից, ճշմարտությունից խոսածող ցիգանք են, որ դրել էր իրանք լեապատրը այդտեղ, Նաիրա Զոյրաբյանի ելույթը, ժողովուրդ ջան։ Չմոռանաք, որ 2018 թվին Նիկոլի բերողները պլավնը նստան միանգամից առաջի օրվանից Հագա Նիկոլ խաղալու դերում, որ հանգարց հայերը չմտնեն այդ շարքերի մեջ, իրանց չհանեն, չվրընդեն, խաչերը տեսակ իրանց բրիտանական խաչերը իրանց դոշի, ձեզ մի հատ կերբարներից, երկու կերբարի մասին էլ հիմա ցույց կտամ, որ դուք տեսնեք, ոնց որ խաչմերուգին ինք ձևի հարմար է խոսալ, իրանք ձեզ խապել են ու խոսածել են, ու հիմա առանց ամանչելու, երևի 60 անց կլնի այդ քյավտարը բոզը, խոսում է ճշմարտության մասին, ճիշտ խոսալու մասին, դե հիմա լսեք մյուս կերբարների մասին։ Որ մեկին թվում է, որ Հայաստանը ծնկաչոք աղերսելով խաղաղություն, գոռալով ժողովուրդ ջան, մեզի մի սպանեք, մենք ուզում ենք խաղաղ ապրենք։ Իրենց չեն սպանի, չարաչար սխալվում են, եւս մի գաղտնիք բացեն, կարող է ժողովուրդը պարզապես sense այդ հարցի շուրջ այդքան չի խորացել։ Այն թրքահաճև Ադրբեջանամետ քարոզչությունը, որ այսօր տեղի է ունենում Հայաստանում, sense ասենք թշնամական քարոզչությունը ինքը ինչ ասում, ինքը ասում է հերիք է պատերազմել, հոգնել ենք մենք պատերազմելուց, եկեք գնանք եւ բարի շենք։ Չէ, ինչո հաճելի տենց ականջի համար լավ, բայց մոռանում են ասել ով է նախաձեռնել պատերազմը։ Առաջինը մեզ դարձնում են մի հարթակի վրա են դնում վիժվածքների հետ, որոնք մեզ կոտորում են արդեն 100 տարուց ավել։ Չմոռանաք ինչ ասում։ Վիժվածքների հետ, վիժվածքներ, որ մեզ կոտորում են 100 տարուց ի վեր։ Դальше։ Հիմա պրագմատիկ նպատակներից դուրս գալով կոտորում են, թե ոչ պրագմատիկ, փաստը մնում է փաստ։ Եվ երրորդը մոռանում են մի բան, եթե դու հոգնել ես պատերազմելուց, պաշտպանվելուց, չէ՞, եթե դու հոգնել ես ուզում ես խաղաղություն, չի նշանակում, որ թուրք-ադրբեջանցին հոգնել է։ Ընդհանրապես չի նշանակում։ Եթե դու գնում ես ասում ես եղբայր արի ապրենք խաղաղ, ինքը քեզ ասում է Երևանը, ինչպես իրենք են ասում, իբր քոչ որ Ալտայից եսի մեկած ցեղերը մեր նախնիների հիշատակի վրա գումար են խաղում այսօր։ Վա, լսում եք ինչ մենց ամբակորկոր բառեր է խոսում։ Ուշադիր լսեք։ Դուք չեք հասկանում, որ այսօր ինչ կատարում է Աղավնո եւ Բերձոր ինքը մեր տունն էլ է գալու։ Այո, գալու է, ինքը անխուսափելի է։ Եթե դու հրաժարվում ես առերեսվել ճշմարտության հետ, ճիշտ ճշմարտությունը հետևանա Թուրքիա, Ադրբեջանը նպատակ ունեն քեզ հանեն։ Այ ախպեր։ Թուրքն ու ադրբեջանցին նպատակ ունի քեզ հանել։ Փողով կլնի, խափելով կլնի, կոտորելով կլնի։ Այդ մարդիկ իրանց պրոյեկտ ուզում են իրանք միավորվեն մի խոսքով։ Որ մեկին թվում է։ Լսեցիք ժողովուրդ ջան։ Դե հիմա լսեք մյուսը։ Самое главное. Это наш самый главный козырь.
образованный азербайджанец – это наш союзник. Я тебе серьезно говорю. Понимаешь, образованный не в плане образованный получил образование, он все равно там, я не знаю, на идеях гейдаризма. Кстати, идеи гейдаризма тоже очень достойны очень глубокого уважения. Но идеи гейдаризма достойны очень глубокого уважения. Իդեի գեյդարիզմը նոր Բերանովը ասեց, որ փողովա, սպանելովա, բանովա հային պիտի վերացնի։ Իդեի գեյդարիզմը, այսինքն մեզ փաստացի կոտորող Գեյդար Ալիևի գաղափարախոսությունը արժանի է խորը հարգանքի։ Շարունակենք։ образованный азербайджанец на самом деле рано или поздно станет нашим союзником. У нас будут мирные добрососедские отношения с образованным Азербайджаном. И с образованной Турцией. И с образованной Турцией. Самое главное, это наш сам... Լսեցիք, ժողովուրդ ջան, հայեր ջան։ Այս գեմաֆրադիտին Արմեն Գրիգորյանին էլ ԿՎՆ-շիկ ջվուդին, որի աները շամանա։ Այս գերմաֆրադիտը ձեզ այսենց նստած ջվուդ Արման Աբովյանի հետ, այսենց Սերժից ու Նիկոլից բետար, պրապագանդա են անում, որ թուրքն առաջվա թուրքը չի, կիր ցիվիլիզովն է, образован է, բա Նիկոլն ասե, չէ, Ալիևը թողել է տպավորություն, կիրթ, ինտելիգենտնի տղամարդու, բա սրանք ինչ են խոսում։ Սրանք ինչ են խոսում։ Են որ ձև թապեցին Նիկոլը պիտի այս գերմաֆրադիտին դատի, որ գյումրեցիների մասին ասեց դուք են վախտվա հլա դեր հին բջերից եք, թուրքերից եք, որ թուրքերին հացով ու աղով եք դիմավորել, ամբողջ գյումրվա հայերին վիրավորեց, ժողովուրդ ջան, ասեմ իմանաք, իրականությամբ ոչ թե գյումրվա հայերն են դիմավորել թուրքերին, այլ այսենց ցրտված բջերը Բոշեկը, հայախոս ջվուդները դեր 100 տարի առաջ հայի անվան տակ թուրքերին դռները բացել են քաղաքի հացով աղով, հայերի վրա շողկը քծելով, Զոհրաբը, որ նարդիա քշե թուրքերի հետ, հայերին, որ ասելա զինաթափվեք, որ թուրքը արխայնանա չկա ձեզ սպանի, ջվուդ ա եղել, ժողովուրդ ջան, ոչ թե հայնա դավաճան, հայը կյանքում չի ասի զինաթափվեք, արխային լինելու համար պիտի զինվես, ոչ թե պիտի զինաթափվես ու արխային ապրես, որ թուրքը արխային այլ քո վրա չի հարձակվի։ Այսրան, տպավորություն ստեղծին, որ հիմա այս խոսքերի համար Նիկոլը վիրավորվել է, գյումրվա հայերին վիրավորել է, դատ պիտի անեն, այո, գնացել եմ եկեղեցի ու Աստված եմ կանչե, ով որ ինֆոպատերազմի մեջ տանկի գործ է անում, ահրելի սուտ պրապագանդայով են զբաղվում, Աստված իմ սատկը ծրա պրծնենք, կես ժամից հետո զանգեցին ինձի, ասին մա գիտես ինչ է եղել, ասի չէ չգիտեմ, ասեք իմանամ, դալիջուն որ դատի բեմադրություն պիտի անենք, Աստվածը դատն արեց, սատկծրեց, այո, սատկծրեց, այս գերմաֆրադիտին սատկծրեց, որ ջվուդ Աբովյանի հետ այսենց նստած մարդկանց խապել են, գիտեք ինչ էր գրե, նախ և առաջ ելավ ասեց, արավոր պիտի ծախեք 5000 դրամով ձայներըց, $300, Էրդողան $300 միլիոն ուղարկե, $300 ծախեք, տպավորություն ստեղծեց,
որ հայերը $300 ձայն են ծախում, դրա համար Նիկոլ վերընտրվելու է։ Տաշիր Սամոն եկավ ձեռը Նիկոլին սեղ մեջ շնորհավորեց, տպավորություն ստեղծեցին, որ հայերն իրոք Նիկոլ եղերն անելուց հետո մենք ենքան զոմբիժեխ ենք, մեզ մորտեց, սպանեց, հողեր տվեց, մենք ենքան զոմբիժեխ ենք, նորից իրան վերընտրեցին։ Այս հենց խաղեր տալով։ Վերջում գիտեք ինչ էր գրել, իրան լավ զգալով։ Պարա վզրաշյացով ստոյլա, այսինքն հայերին ասում է, արդեն ձեր ժամանակն է եկե վերադառնաք գոմերը, ախորդ, կերագրատաշտակ, հա, այսինքն անասունի տեղ ով ումնա դնում, հրյան մյուս բոլոր ազգերին, այս անասունը, որ սատկավ մի հատ նժդեի հետ համեմադեցին, բոզերով, նժդեն ամահացե, յալուրջ, նժդեն գերմաֆրադիտներին սատկծրել է, այս գերմաֆրադիտ այդենց գրել էր, ու գնանց հասավ իրան սատանու կերագրատաշտագին այն զայրում արինա, այսենց ժողովուրդ ջան, ձեզ խապելով, Արցախը հանձնեցին, հիմա ուզում են վերացրել Հայաստանը, ոչ մեկին չհավատակ, ինձ հարց եք տալիս, ում ընտրենք, ոչ մեկին, ջվուդները միամիտ չեն, որ, այսենց նայեք լրատվությունով, մամուլով, տաղավարներով, ոնց են նստած ձեր սխապում են, Անժոյի դուքյանը երկու բաժակ արաղ են խմում ու ելնում են ելույթ են ունենում, ժողովուրդ ջան, այդ են ճշմարտությունը խոսալու համար, իրանց պետք է երկու բաժակ խմեն, երևի գրզոն նստած է այդտեղ էլ արաղ ծախում իրան, հիմա ժողովուրդ ջան, ոչ մեկին հարցը ընտրությունով չի լուծվելու, հայոց հարցը լուծվելու է, ներսին թշնամուն սատկծնելով, որ դրսի թշնամուն ուն կտնգես հայ ջան, դրսի թշնամի դել չկա, ներսի այս ռանց սատկացնելով, Բարիս Մուրազին եզդի չի, ժողովուրդ ջան, քուրդա ջվուդա, բա 2014-ին քրդերին բերելա եզդիների անվան տակ, Նաուրովնի կոմիսարը օն, բերելա հասցրելա Հայաստան հարցերա լուծել, հետո իրան գնացել են Թուրքիա, բա, այդենց բաներ, հիմա ձեզի մի հատ նկար ցույց կտամ ժողովուրդ ջան, ես, նայեք, Էջմիածինի կողմից, որ գալիս եք դեպի ավտոկայրան մտնում ես, հա, աչի վրա, խաչմերուկա մենց, որ գնում ես դեպի երորդ մաս Ցերետելի փողոցով, կամուրջնա, մտնում ես երորդ մաս Ցերետելի փողոցով, այդտեղ եկեղեցի կա կառուցված, հիմա տեսնեմ նկարը ստեղ կա, եկեղեցի կա ռուսական, Դոդի Գագոն էր շինարարությունը անում, միջև հեղափոխություն կարծեմ այդ եկեղեցին բացումն արեցին, ինչքան անցնում դառնում եմ ժողովուրդ ջան, այդ եկեղեցու դեմի վառոդները փակ են, այդ եկեղեցում երբեք պատարակներ չեն լինում, այդ եկեղեցում երբեք մոմ չի վառվում, եկեղեցին տարօրինակ ձևով, նայեք, էսի եկեղեցին է, էստեղ որ նայեք, այեսի այնց հետաքրքրում, այս, ինչի սիմվոլ է ժողովուրդ ջան, եթե որևէ մեկը գիտի, ես էլ խաչի տեսքով, հավասար խաչի տեսքով, վառոդներն են, բայց նաև մասոնական ավելի շատ մասոնական խաչիա նման, այս ինձի էսի է պետք, եթե ինչ-որ մեկը գիտի սրա օրինակ քրիստոնեական եկեղեցու հետ, այս սիմվոլիկան կապ չունի, ըստ ոտում կախված լուրերի,
մարդիկ, որ իմանան տերիտորիալն է, շատ մարդիկ քաղաքը Երևանը չգիտեն, քանի որ ես վարագույրների գործերով եմ զբաղվել, ամբողջ Երևան, ամբողջ Հայաստանը գիտեմ, ժողովուրդ ջան, ուրեմն այս եկեղեցու ձախ կողմից ամերիկյան դեսպանատունն է, աջ կողմից չինական դեսպանատունն է, ըստ ոտում կախված լուրերի, այս ռուսական եկեղեցին Դոդի Գագոյի միջոցով կառուցվել է, տագը սարկավորումներ կա, որ Ռուսաստանի դեսպանատունը, Ռուսաստանի ՖՍԲ-ն, Ամերիկայի ու Չինաստանի գործնեությունն է զապիսանում, ըստ ոտում կախված լուրերի։ Եթե շատ մարդիկ հարց են տալիս իրար, ես հետա իմացել եմ, որ որտեղից Մագդային այսքան ինֆորմացիա։ Երևի ԱԱՑ-ի աշխատողագործակալը։ Ժողովուրդ ջան, դուք էլ որ անտարբեր չլինեք, դուք էլ եթե հետաքրքրվեք, բոլոր հարցերի պատասխանը կգտնեք։ Այո, մենք ստեղծել ենք համաշխարհային, համահայկական մեր ԱԱԾ, Հայաստանի անվտանգության ծառայությունը։ Մերն ենք ստեղծել, պետական հիմավա ԱԱԾ-ի գործնեությունը հանում ենք ջրի երես, ժողովուրդ ջան։ Այո, Facebook-ում ձևավորվել է, Facebook-ի պլաշատկեն մենք հիմա ջվուտների համար բլոկել ենք, Facebook-ով քանդեցին Հայաստանը, շարունակել Facebook-ով չեն կարողանում, գամպրշան նման հայերովս նստած ենք, ամբողջ աշխարհի հայությունով միավորված ենք, կարող է շատ քիչ ենք Facebook-ում, բայց այդ քճով, սենց ասենք, սամաուչկա լինելով, միլիարդներ ահռելի տարիներ, տասնյակ տարիներ Մոսադը աշխատել է, ԱԱԾ-ի, ՖՍԲ-ի, MIG-6 ու չգիտեմ ինչ զայրումարներով, միլիարդներ իրանց սաղ թոշակառույներով, բոզերով նստած են սոցցանցերում գործ են անում։ Սցենարով իրանց ասում են ով ինչ պիտի անի, մենք մեր սովորական լծեցինք մեր ցռան մոզին, չնգանք դուրն ու բոզին, մենք հայերովը սովորական պախոդու действия սովորում ենք, հասկանում ենք, անում ենք, այո, ով ինչ գիտի, մենք ապրում ենք բոլորս տարբեր պետություններում, ամեն մեկս տարբեր կյանքով ենք ապրել, ամեն մեկս տարբեր գիտելիքներ ունեն, ամեն մեկս տարբեր ինֆորմացիա ունենք, լցնում ենք մի հատ մեծ մաղի մեջ մաղում ենք, ճշմարտությունը հասկանում ենք ու տարածում ենք, ժողովուրդ ջան։ Էնենց որ ով հետաքրքրվում է Մագդան գործակալա թե չէ, Մագդան Աստծու ագենտն է, սենց ասեմ, հայության ագենտն է, մենք ստեղծել ենք մեր համահայկական, համաշխարհային անվտանգության ծառայությունը, հասկացաք ժողովուրդ ջան, մեզի այս ԱԱՑ-ի գործնեությունը դավաճանական, այսինքն թշնամական, ժողովուրդ ջան, մեզ օգուտ չի տվել, մենք իրանց արածներն ենք հանում ջրի երես, եղավ ժողովուրդ ջան, եթե որևէ մեկը գիտի այս եկեղեցու, բուտաֆորիա եկեղեցու ճակատին ինչի սիմվոլիկա է նկարած քանդակագործ արված, խնդրում եմ մեզ տեղյակ պահել, շնորհակալություն ժողովուրդ ջան, ոչ մեկին ընտրել չկա, 4 ամիս առաջ ելնել ընկնել փողոցներ, երբ որ հիմա մեծ կռվի տպավորություն են ստեղծում, երկու բառով բացատրեմ ձեզի հիմա այսինքն դուք գիտեք, 20 թվին գծեցին համաշխարհային պանդեմիա օդի միջից, ինչքան ժողովուրդ կոտորեցին, Արցախը հանձնելու համար ամբողջ աշխարհը գցին բլոկադի մեջ, Հայաստանը կտրեցին աշխարհից, Արցախը կտրին Հայաստանից, որ հայությունը չգալցվի
Արցախը հայությունը չփրկի, այդքան գործնեություն արեցին, ժողովրդին չիպավորելու համար մտցրեցին համաշխարհային պանդեմիայի մեջ, աշխարհում է տենց բան չէր եղել, այռապորտներով, բաներով, սաղ փակեցին ժողովուրդ ջան, քանի որ բացահայտեցինք առաջի օրվանից սկսեցինք այդ կռիվը տալ, որ սա ֆաշիզմ է մարդկության դեմ, ինձ դաժե զանգել են Գրիգորյան, հա, Տիգին Գոմցյան, դուք որտեղից այսքան բան գիտեք, իբր թե գլավնի վիրուսոլոգ Արմենի, նստած էր սաղոր տաղավարներով, խոսում էին, ինտերվյու են տալիս, Սոնա Ագիկյան, Մարինա Խաչատրյան, Բոզերով էլան, տպավորություն ստեղծեցին, այնտեղից Արկադի Մելկոնյան, ջվուտ շունը, կնիգը ջվուտ շուն, էլան սկսեցին, սարկեցին խումբ, իբր թե կորոնավիրուսի դեմ պայքար ա գնում, որ իսկական բնիկ ժողովուրդները այդ կռիվը չկարողանան այդ դաշտը զբաղվեցնեն, իրոք պայքար լինի։ Ուրեմն ինչ արեցին, վիտոգի այդքան ժողովրդին վնաս տվին, մինչև հիմա իրանց արածների հետևանքներ մարդիկ մեռնում են, հիմա այդ պանդեմիայով էլ չեն կարողանում բլոկ անեն աշխարհը, գիտեք, մեր 2-3 ամիս առաջ տարածեցին հնդկական, չգիտեմ ինչ, վիրուս ա գալիս, նաուբոյ 70%, բժշկություն չկա, փրկություն չկա, ոչ մի բան, տեսան, որ ժողովուրդը այդ կուդը չկերավ, վախին չտրվավ, էլ այդ հիվանդությունները իրանք չեն կարողանում օգտագործեն աշխարհը փակեն, հիմա այս խաղն են խաղում Իսրայել, Իրան պատերազմ, ուզում են սարքեն մենց մուսուլմանական քրիստոնեական պատերազմ, Այաթոլլան Խոմեյնին չի մեռը ժողովուրդ ջան, ձեզ խաբում են, էդի առանցին կխոսամ, հիմա խաղ են խաղում, որ Օրմուսկի, հա, զալիվը, պրալիվը փակել են, որ նավերը չեն կարողանա գնան, այսինքն սորական քանի միլիոն բարել նավթ, որ գնում է Եվրոպա, Ամերիկա ու չգիտես որ զայրում արը, չեն կարողանա ծախեն նավթը, այսինքն ինչ պիտի լինի, եթե նավթ չի մտնում պետությունները, ստացվում է, որ ընկնում են բլոկադի մեջ, այսինքն փակվում են արտադրող գործարանները, ժողովուրդը մնում են անլույս, սուպերմարկետներում ինչ որ կա ցրելու են, տանելու են կես ժամվա մեջ, դրանից հետո տրանսպորտն է կայնելու, դրանից հետո այռապորտներն են կայնելու, եղավ որ բլոկադի մեջ, հիմա այս ձև, երբեք չի եղել, որ այդ զալիվը փակվի, բեսպրեցեդենտный случай, զալիվը փակել են, տանում են մենց շրջափակման մեջ, մուսուլմանական, քրիստոնեական, հիմա ստեղից գոռում են, որ Խոմեյնի համար մուսուլմանները պիտի ելնեն, Պալեստինան ամբողջ կոտորեցին, մեկը չելավ ասի ամբողջ մուսուլմանական աշխարհը միանում են, ոչ մի մուսուլմանական երկիր Պալեստինայի ժողովրդին չփրկեցին, մի 20 օր առաջ Իսրայել հայտարարել է Պալեստինա չկա, հիմա Եվրոպան ելնում է սոլիդարնոս Ամերիկայ, այսինքն Եվրոպան ասոցիացվում է քրիստոնեական երկրների հետ, քրիստոնեական, մուսուլմանական մենց բոյնա են փորձում ստեղծել, իրանք ջվուդները լավ էլ գիտեն և խոսացել են, որ ջվուդների վերջը գկա, когда мусульмане и христиане объединятся против них. Они нас всегда միշտ իրար դեմ են հանել, տվել են իրար կոդորել. Հիմա գիտեն, որ մարդիկ հասկացել են, մուսուլմաններն հասկացել են, որ շայտանները դա իուդայիստներն են, քրիստոնյան զատին գիտի, որ Քրիստոսին խաչող իուդայիստներն են, գկա ժամանակ իրան գմիանան այդ սատանիստների դեմ ու իրանց ջարդը կդան աշխարհով մեկ։ Դրա համար իրանք հիմա փորձում են մեզ նորից հանեն իրար դեմ, որ իրանք փրկվեն, ժողովուրդ ջան, չխաբնվեք, այս հենց բոզերով
հայախոս ջվուդները Հայաստանում են խապում, առանց ամանչելու խոսումը ճիշտ խոսալու մասին, ոտից միջև գլուխ սուտ խոսան բոզ, տեսակ մամուլով ձեզ ոնց են խապում, ժողովուրդ ջան, ես ձեզ էսի 0.00000% եմ հասցնում ցույց տալ, ոնց են խապում առանց ամանչելու, գկայնեն անկամ մեր ու կնի գքրվեն ու սուտ գխոսան, հասկացաք, ոչ մի ընտրություն, հետո ելել են աշխատանքային ժամերին, ընկել են փողոցները ձեզ զբաղվեցնելու համար, այսօր պիրաշկին սենց, կուկուռուզը սենց, չգիտեմ այնտեղ սոխարած արեցին, թե չէ, ձեզ զբաղվեցնում են, միջև այս կռիվի խմորումները սենց, սարկեն արդեն վсё, կատաստրոֆիկ վիճակա, փրկություն չկա, չխապնվեք ժողովուրդ ջան, չխապնվեք, սրանց քարտերը բացում ենք ու դեմ ենք առնում այս մենց պատերազմը, որ ուզում են սարքեն, Աստված առաջ, վերևն Աստված կա, միամիդի Տերն Աստվածն է, մեռնեմ Աստծո զորությանը, սրանց հախից ենենց կկա, որ գիմանան, ոնց որ Գերմաֆրադիտ Արմեն Գրիգորյանի դատը պիտի բեմադրություն անեին, ռեյտինգ բարձրացնեին, սարքեին, որ Նիկոլի ձերի դուժվածն է, նայեք Հագա Նիկոլա, Աստված տվեց ու սատ կծրեց տեղում, էդ հենց էլ սաղ ջվուդների հետ կլինի ժողովուրդ ջան, վերևն Աստված, գիշեր բարի։